բժշկում է տալիս է կյանք ուշով լցնող է փայլող վարշող է այրող Մենք կանչում ենք քո սուրբ անունը, Տեր։ Մենք ասում ենք, որ քո անունն է, որ մենք կանչում ենք, մեր կյանքերն են փոխվում։ Փոխվում են իրավիճակները, փոխվում են մարդիկ, փոխվում են դժվարությունները, ամեն բան փոխվում են։ Շնորհակալ ենք քեզ, Տեր Աստված։ Շնորհակալ ենք, որ դու մեզ հրաշալի անուն ես տվել։ Նա սահմանափակ չի։ Քո անունը անսահման է, Տեր։ Անկամ այն ժամանակ, երբ որ մենք արդեն ընկած ենք, էլի ելք չկա, էլ հնարավորություն չկա, մենք այդտեղ էլ կանչում ենք քո անունը և տեսնում ենք, Տեր, ոնց են փոխվում ամեն բան, մթության մեջ լույս է գալիս, հիվանդությունները հեռանում են, կենդանանում են մեռածները, կենդանանում է մեր շուրջը ամեն բան կարծես թե վերջացած էր։ Շնորհակալ ենք քեզ դրա համար, Տեր Հիսուս։ Եվ կանչում ենք քո սուրբ անունը այսօր այստեղ։ Կանչում ենք քո սուրբ անունը մեր կյանքերում, կանչում ենք քո սուրբ անունը մեր երկրում, կանչում ենք քո սուրբ անունը այս աշխարհի վրա եւ թող քո սուրբ անունը սփռվի այսօր այստեղ Հիսուս Քրիստոսի սուրբ զորավոր անունով։ Հալելույա։ Ամեն։ 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 Հարկ Տիրոջը, Աստված օրհնի քեզ սիրելի եկեղեցի։ Ողջունում եմ քեզ։ Եթե չես հարցրել կողքինիդ ողջունես խնդրեմ մի հատ օրհնանքի ու ողջունի խոսք ասա ու նստի Տիրոջ թանկ ներկայության մեջ։ Տերը ձեզ էլ օրհնի, փառաբանություն, շնորհակալություն։ Փառք Հիսուսին։ Փառք Հիսուսին։ Ինչ լավ է, չէ՞ որ անուն ունենք ու երգում ենք այդ անվան, ասում ենք Հիսուս։ Փորձել ես կյանքումդ ինչ ուզում ա լինի, Հիսուս կանչես։ Եվ որ նոր էինք ապաշխարել, դեռ Աստծուն չէինք ճանաչում, մի քիչ ամանչում էինք Հիսուս անունը տանք։ Հիմա ոնց որ մի քիչ Աստված մեզ այդ հարցով բան արտոնություն ա տվել։ Ինչ էլ դեմա Հիսուս ենք կանչում, խի ենք կանչում, ոչ ենք կանչում, որտեվ գալաչկի համար պիտի բանը նշենք, որ կանչեցինք։ Չէ, որտեվ երբ կանչում ես, տեսնում ես կյանքդ ոնց է փոխվում։ Երբ կանչում ես, տեսնում ես ոնց է իրավիճակը փոխվում, հա։ Դե գիտես, ուզում եմ քեզ մի հատ խորհուրդ տամ, սիրելիս։ Անկամ եթե այնտեղը մտածում ես, որ դե Աստված տեղ պետք չի էլի խառնվի, ես ինքս իմ ձևով հարցին լուծում կտամ, հələ դե փորձի մի թեթև անունը կանչի Տիրոջ, նոր գնա այդ հարցի լուծմանը։ Տես ոնց է ամեն բան փոխվում։ Ամեն։ Տես մենք ասում ենք, երգում ենք կանչի Հիսուս անունը լեռներում, սարերում, ամենտեղ, հա, ամենտեղ մենք չենք ասում ստեղ կանչին, դե մի կանչ։ Իրոքից մենք կենդանի Աստված ունենք, որ իր անունը տվեց։ Ասեց կանչի, ամեն բան կփոխվի։ Կանչիր, հա, ոչ մի անգամ չզլանաս։ Սիրելիս, ուզում եմ ասեմ չամանչես։ Այդ անունը չի, որ այսօր աշխարհում մի քիչ աղավաղել են, մի քիչ Հիսուս անունը ուզում են էժանացնել, իրանց մոտ մեկը չի ստացվի։ Որտեւ այն որ դու կտեսնես քո կյանքում, երբ որ կանչես իր անունը, քեզ ոչ մեկ չի կարող քո մեջ այդ անունը իջեցնի ցածր։ Դու տեսնում ես, որ կյանքումդ ինչքան անուն ասես կանչել էիր։ Միգուցե լավ հնարավորություն ունեցող բարեկամի անունն է իր կանչե։ Հարցը ինչ որ չափում լուծում ստացել էր, բայց լրիվ չէ ստացել։ Կամ ինչ որ տարբեր իրավիճակներում անունները իր կանչե դիմել էիր, բայց հարցը տենց լուծում չէր ստացել, ինչ որ կանչես Հիսուսի անունը։ Գիտես, մեր Աստված մեզանից շատ ուզում, որ ինքը գա ամեն բան քեզանից առաջ հարթեցնի։ Ինքը մեզ չի ստեղծել, որպեսզի մենք դժվարության, տրտմության, հիվանդության կամ սենց ինչ որ կյանք ապրենք, չէ, սիրելիս։ Այդ ժամանակավոր ստեղ սատանան ունի իշխանություն, ինչ ասես գլխներից կարող է բերի, բայց Աստված դրա համար արդեն հոգա տարե։ Իր անունն էլ տվել է։ Հա? Աստված օրհնի քեզ, չզլանաս, սիրելիս, միշտ կանչի Հիսուս անունը։ Ես անգամ հիշեցի պատմեմ, հա, մի հատ մեծ լավ գործ էինք ուզում սկսեինք ընկերներով, նոր էինք ապաշխարել, մի տարուց ավել, այդ մոտավորապես 20 թվականներ երևի։ Այս ընկերս ասեց, լսի արի աղոթենք, էլի, մենք էլ մի հատ լավ տարածք էինք գտել, որտեղ
մտածում ենք ամառային ամառանոց սարքենք, որ ցուկ բռնելու տեղով բան, հա, այսօր շատ բան է, տարածված բիզնես է, ասում ենք գումար կաշխատենք լավ։ Ամեն ինչ լավ էր, գիտես, պայմանավորված մարդիկ կային, որ փաստաթղթերի հարցը կլուծեին, ամեն տեսակի թույլտվությունները կար, մի խոսքով ամեն բան պատրաստ էր, բայց այս ընկերս ասեց, գիտես, արի այս գործը սկսելուց առաջ Աստծուն աղոթենք, հա, Տիրոջ անունը կանչենք։ Տեսնենք իր կամքը ստեղ կա, թե մենք տենց տեսել ենք, մեր գլխու գնանք այս հարցը, դե լավն է, չէ՞ որ, ասենք, Աստծի լավ ես ասում, արի աղոթենք։ Գիտես, աղոթեցինք։ Ասենք, Տեր Աստված, Տեր Հիսուս, կանչում ենք քո կամքը այստեղ։ Եթե կա քո կամքը, մեր մոտ թող ամեն ինչ հարթ գնա։ Եթե չէ, թող մի հատ իրավիճակ ստեղծի, որ մենք հասկանանք քո կամքը չկա ու չստացվի։ Գիտեք ինքան այդ աչքեր ինչ տեղի ունեցավ։ Հաջորդ օրվանից, երևի մի երկու օր ինչքան անց, այն մարդով, որ պետքա օգներ մեզ փաստաթղթերը լրիվ ձևակերպեինք, իրան չգիտես խի աշխատանքից հանեցին։ Անցած մի շաբաթ, ուրեմն ինչ-որ նոր օրենք դուս եկա, որ այդ տարածքները, որը որ կից է անտառին եւ այլը, չես կարա տենց գործ կազմակերպես, որը որ մենք ուզում ենք։ Ընկերոջս ասում եմ, հա, արդեն պարզ է, չէ, որ նենց վիճակա ստեղծում, որ չի ստացվում։ Ու այնպես եղավ, որ արդեն այդ կոմպանիան, որի վրա որ ձևակերպած էր, իրանք պետք է այդ սարքեին անվանափոխեին մեր վրա, այդ էլ շատ երկար տևեց, ասեցի մենք այստեղ կանգնում ենք։ Տեր Աստված, շնորհակալ ենք, դու կանչեցինք, դու մեզ ցույց տվեցիր, որ քո կամքը չկա։ Գիտես, ու հրաժարվեցինք այնքան խաղաղ էինք։ Ես հիշում եմ, որ ես երբ որ Աստծով չէի ապրում ու ամեն բան անում էի ինձանով, այնքան ա եղել տենց նեղվել եմ Աստծուց անգամ։ Երբ որ տեսնում եմ, էլի մի լավ բան է, կարելի է սրա մեջ լավ գումար աշխատել, կարելի է այսի սկսել, այս անել, արել ենք չի ստացվել։ Աստծուց ենք նեղացել։ Բայց գիտես, միշտ այնքան լավ է, որ Աստծուց հարցնես։ Եթե դու ես քրիստոնյա ենք, Քրիստոսին հավատացող ժողովուրդ ենք, ավելի լավ է ինչ է, մի բերան հարցնենք, հա։ Նորմալ է, չէ, երբ որ քո, ասենք, քո ծնողը, պապատ լավ հնարավորությունների տեր է։ Ինքը ամեն ինչը լավ գիտի, փորձառություններ ունի։ Լավ է, չէ, որ գնաս ասես պապ ջան, ես ինչ բան եմ ուզում անեմ, ինչ ես ասում։ Իր կարծիքը հարցնես։ Առավել ևս մեր Աստված, որ ամեն բան գիտի, գիտես, ինքը այնքան շատ չի սիրում մեզ, որ վատ բանի մեջ տանի, դա սիրել չի։ Ինքը հենց առավել շատ սիրում է, որ քեզ թույլ չտա, որ վատ բանի մեջ գնաս։ Դրա համար լավ կլինի, սիրելիս, ամեն հարցից առաջ Տիրոջից հարցնես։ Ամեն մի քայլ անելուց առաջ հարցնես։ Տեր քո կամքը կա։ Եթե կա, թող հարթ, ամեն ինչը ստացվի։ Եթե չէ, մի հատ իրավիճակ ստեղծի, ես էլ հասկանամ, հա։ Հետո իմանամ, որ քո կամքը չկար, հանգիստ, խաղաղ, համաձայն եմ դրա հետ ասեմ, վсё։ Շնորհակալ եմ Տեր Հիսուս։ Ինքան լավ է սիրելիս, որ Աստծով ենք ապրում։ Որտեվ հավատա, մարդիկ, որ իրանց մոտ չի ստացվում, շատ ժամանակ իրանք այդ նեղվածությունից սխալ քայլել են անում ու իրանց կյանքի վրա անեծքներ են բերում։ Անկամ մարդիկ, չգիտեմ, իրանց անհաջողությունից գնում են ինչ-որ պարտքերի տակ են ընկնում, տոկոսների տակ են ընկնում, հետո դրա տակից դուրս չեն գալի, իրանց կյանքի հետ կամ մի հատ վատ բան են անում։ Դրա համար ավելի լավ է իմանանք որն է Աստծո կամքը։ Հա? Տեր Հիսուս, կա քո կամքը։ Եթե կա գնացի, եթե չէ, կանեմ այն ինչ որ դու կուզես, հա։ Հետաքրքիր է, ես խոսքին հələ չեմ անցել, բայց Տիրոջ անունը երգեցինք ու տենց ուզեցա այդ Տիրոջ անուն մասին ասեմ, հարկ Տիրոջը մենք Աստծով ենք։ Ոնց որ Տերը հարկ Տիրոջը։ Մի բան եմ նկատել, որի մասին ուզում եմ այսօր խոսել քեզ հետ, սիրելիս։ Այնպես է ստացել, որ կյանքը գնալով դժվարանում է։ Այսի ամենքս տեսնում ենք Խեմ ասում դժվարանում է, որովհետև եթե 20 տարի առաջ նայեինք, մի քիչ ամեն ինչ ավելի թեթև էր գնում, ավելի հանգիստ էր, ավելի ուրիշ էր, քան թե այսօր։ Ուրեմն ավելի շատ երկրաշարժեր, ջրեղեղներ, հիվանդություններ, ինչ որ կռվի ձայներ, շատ բաներ հա տեղ ունենում, մի պահ որպես մարդ նայում ես ասում ես լավ, այս աշխարհի վրա
խաղաղություն փաստորեն չի մնացել, հա։ Աստված ինչի է թույլ տվել, հա, խի է սենց բան տեղ ունենում, բայց մյուս կողմից որ ուզում ես Տիրոջը հասկանաս, ասում ես, մտածում ես սենց։ Երբ որ ամեն ինչը խաղաղ է, հանգիստ է, գիտես, հավատքի մարդիկ էլ են քիչ։ Հա, ուզում եմ մի հատ հիշես, էլի, երբ որ ամեն ինչ նորմալ էր, էլի կարող է ինչ որ չափով հավատում ես Աստծուն, բայց որ դժվարությունները գալիս են, աղոթքի ձևերն էլ է փոխվում, փափագը էլ է Աստծուն փոխվում, քայլերը էլ են փոխվում, հա։ Այս դիրքից որ նայես, մտածում ես, Աստված թույլ է տվել փաստորեն, այսինքն այն որ Աստվածաշնչում մենք տեսնում ենք, որ գալիս է վերջը, փաստորեն գալիս է վերջը։ Ու դժվարությունների մեջ Աստված էլ իր գործն է առաջ տանում։ Սիրելիս, եկեղեցիները այսօր բարձանում են, խի։ Այդ դժվարությունների մեջ Աստված կանչի ձայներ անում մարդկանց։ Հիվանդություններ, մարդ ասենք հիվանդացել է ու եկեղեցում մեկ էլ հայտնում է իր հետ մի հատ մոտիկ մարդ կամ ծանոթ, ով որ հավատացել է, ասում է լսի, արի գնանք եկեղեցի, արի քեզ գնանք քո համար կաղոթենք, Աստված մեծ հրաշքներ է անում, արի քո համար կաղոթենք ամեն բան կփոխվի։ Գալիս է, աղոթում ես, փրկություն է գալի, մարդը բժշկվում է, կամ ինչ որ մարդը արդեն խեղդված վիճակ է, իր ոչ գործն է ստացում կամ բան, ասում ես լսի, արի գնանք, էլի, արի մենք մեր մոտ էլ տենց կար, ամենքից էլ տենց բան է տեղ ունեցել, մենք գնացել ենք Աստծուն, մեր կյանքը նվիրել ենք Աստծուն, ամեն բան փոխվել է։ Այս փոխվում է, հա, Աստված ոնց որ մեծ ինչ որ այս շարժի հետ, այս դժվարությունների մեջ իր գործն է սկսել։ Բայց մի հատ խնդիր կա, գիտես սրա մեջ, որ անգամ այս ամեն ինչը տեսնելով մարդու մոտ կարա sense բան տեղ ունենա, մտածելակերպ, հա, գամ իմ բաժինը պոկեմ, ինչ է ինձ պետք հիվանդ էի, եկա բժշկվեցի, всё հետ էր ինձ պետք, գնացի ես իմ կյանքը նորից ապրեմ։ Բայց հենց մի հատ գլոբալ որ նայենք, հա, ախր հանգիստ չի ոչ միտեղ։ Եթե առաջ մենք ասենք Հայաստան կռիվեր 90-ական թվականներին Հայաստանի ժողովուրդը մի պահ սկսեց դուրս գալ։ Խի որտեվ այդտեղ կռիվ էր, ուրիշտեղ կռիվ չէր։ Այսօր այդ կռվի ձայները ամենտեղ է։ Եթե կռվի ձայներ չի, ուրիշ խնդիրներ կա, որ մարդիկ ամենտեղ անհանգիստ են։ Ոչ մի հանգստություն ոչ միտեղ չկա։ Մենակ Աստծո մեջ կա հանգստություն։ Ոչ միտեղ չկա, սիրելիս։ Դու փորձել ես, ասենք հələ դու ինքդ քեզ քննի, որ Աստված քո կյանքում չլինի։ Էսի ինձ լավ կհասկանա, որ Աստծո մեջ գնում է, որ նորա դուք էլ հետո կհասկանաք։ Եվ եթե Աստված քո կյանքում չլիներ, դու շատ դժվարությունների մեջով կարող չկարանայիր անցնել։ Հետաքրքիր չէ, մարդը այս ամեն ինչը տեսնելով իր բաժինը կարա գա պոկի ու գնաց։ Կորավ։ Սիրելիս, ինչ եղավ քեզ։ Այդ էր քեզ պետք։ Արդյոք մենք մտածում ենք, որ Աստված այդ դժվարությունները թույլ տվեց, որ ենթադրենք Գարիկը հիվանդանա, հիվանդություն կա իր կյանքում, ինքը գա մի անգամից իր հիվանդությունը խնդրի, առնի ու նորից գնա իր աշխարհի իր այն սխալ կյանքով, հին կյանքով ապրի։ Չէ, սիրելիս։ Չէ, բա ինչ անենք այս դեպքում։ Եթե գիտես, այնպես լավ բանաձև կա, օրինակ երևի շատերիդ մոտ եղածած կլինի, որ այդ դժվարությունների մեջ սատանան ինչքան հիմար, ինչքան վատ միտք ասես քեզ բերում է։ Մենք անգամ օրինակներ ունենք, մեր կողքը շուկայում մի հատ եղբայր կար, լավ աշխատում էր, գիտես, լավ մարդ էր։ Ֆինանսական խնդիրների մեջ գնաց մի քիչ պարտքեր, տոկոսներ եւ այլը, մեկը մի օր վերցեց իր կյանքը վերջացեց, կախեց իրան։ Գիտես, երբ որ քո մոտ լավ դժվարություններ է, սատանան այդ մտքերը բերում է, լսի, այլ լուծում չկա, բան չկա։ Կյանքդ վերացրու։ Ինքնասպանություն արա, բրծի գնա։ Կամ 2 տարի առաջ ճիշտ այդ մարդուն տես չենք ճանաչում, մեր հարևաններից էր։ Եկել էր մեքենա կանգնացրել էր, հել էր, բարձրացել էր 25-րդ հարկից, ինքն իրան նետեր էր ցած, մահացել էր։ Բայց լավ, կարանք, չէ, այս դեպքերը խեմ պահում, կարանք, չէ, մտածենք օրինակ, եթե հիվանդություն կար, այդ որ ես այդ պահը եկա որ Աստծուց բժշկություն առնենք, հաշվենք ես չեմ բժշկվել։ Հաշվենք չենք բժշկվել, իմ կյանքը վերջացել է, կարելի է, չէ, մտածել ու կյանքը նվիրել այդ պահից Հիսուսին։
Որն Աստծո նպատակը ախր ինչ է, որ ինձի բժշկի ասի, գնա քո համար ապրի։ Աստծո նպատակը մեզ փրկության բերի։ Աստծո նպատակն է, այսօր մենք հավաքված ենք, խոսք ենք խոսում, հարաբանում ենք, հա, քարոզներ ենք լսում, մեկս մյուսին պատմում մեր հրաշքների մասին։ Այս ամբողջի նպատակը մեր փրկությունն է, սիրելիս։ Հիսուսի փրկությունը։ Գիտես, եթե փրկության գործը չլիներ, մեր հավաքույթների նպատակը կլիներ ուղղակի գանք նստենք, փարտանք, բրծնի գնա էլի, ասենց ինչ-որ ստանդարտ իրավիճակ, բայց մենք գալիս ենք փրկության համար։ Մենք չենք գալի Աստծո ներկայության մեջ, որ գանք վերցնենք, զորանանք, գնանք զորացնելու նպատակով։ Գիտես, ամեն մեկս էլ լավ կլինի, որ մտածենք այդ պահին, որ Աստված փոխեց, վերափոխեց ամեն ինչ։ Միգուցե ես տրտմած էի, ջարդված էի, կոտրված էի, Աստծուն նվիրեցի կյանքս, փոխեց, ես մտածեմ, այդ օրվանից իմ մոտ նոր կյանք է սկսել։ Այդ օրվանից այն մարդը չի, այն մարդը արդեն վերջացավ, նոր մարդ է։ Ես ուզում եմ սրա մասին խոսում եմ, ինքս չհասկանալու այդ վաղ այդքան չէի գիտակցում, բայց երբ որ ապաշխարեցի ուղիղ 40 տարեկան էի։ Չգիտեմ, քարոզից կլներ, որտից կլներ, իմ համար խոսք վերցեցի, ասացի վերջ, այսօրվանից վերջ։ Այսօր Գարիկը մահացավ, երբ որ ապաշխարեցի։ Այսօրվանից ծնվավ նոր Գարիկը Հիսուսով։ 40 տարի իմ համար գլուխս որ պատին ասես խփել եմ։ Ինչ խնդրի մեջ ասես ընկել եմ։ Բավական է։ Սատանա էլ ես քոնը չեմ, ես քեզանից փախա։ Հիմա ես Հիսուսինն եմ։ Հա? Էսա կարևորությունը սիրելիս։ Էսա կարևորությունը։ Դա համար ամեն մեկին, որ Աստծուց պատում ես, պատմի փրկության մասին։ Ասա լսի, ճիշտ է գալու ես, տեսնելու ես հրաշալի մարդիկ, բարի մարդիկ։ Զգացել եք, որ դուք բարի եք դեմքով։ Հələ մի քիչ որ դուս եք գալի տեսնում եք, իրականում։ Մենք ընկերներով երբ որ առաջին անգամ եկանք, մենք կողքից մեզ նայում ենք, մենք ինչքան մութ ենք, ինչքան լուսավոր են Աստծո ժողովուրդը եկեղեցու։ Այդ իրականությունն է, սիրես, որտեղ Աստված քեզ լցնում է իրանով, ինքը բարի է, կատարյալ։ Դու բարությունով լցվում ես։ Հա? Արի գնանք, ամեն ինչ տեսնելու ես։ Եկեղեցում հրաշալի փառաբանություն ես տեսնելու, լավ վերաբերմունք ես տեսնելու, բարի մարդիկ ես տեսնելու, բայց այդ ամենի վերևում քո փրկությունն է, փրկություն է ժառանգելու։ Փրկություն, հա? Այսօրվա քարոզը վերնագրել եմ այսպես։ Ուզածդ ի՞նչ է։ Ուզածդ ի՞նչ է։ Գիտես մի պատմություն կա, որի մասին ուզում եմ կարդամ, դա գրված է Մարկոս ավետարանում 8-րդ գլուխ 22-ից 26-րդ խոսքերը։ Գրված է Հիսուսի մասին, Հիսուսը արդեն բժշկություններ անում, արդեն մեծ գործեր արել, արդեն բազմապատկել է, հացն է շատացրել, ձուկն է, մարդկանց կերակրել է, մարդիկ տեսնում են հրաշքները, ու գիտես ինչա տեղ ունենում, դե որ հրաշքը տեսնում են, ի՞նչ տանեն։ Դուր գալիս ես տեղ հրաշքը տեսնում ես, ի՞նչ ես անում։ Գնում ես, հա, տեսնում ես ով որ կարիք ունի, ասում ես, լսի, հրաշք արի գնանք։ Ու ստեղ էլ մի երկու եղբայր կան, ըստ երևույթին տեսել են մի հատ կուր եղբորը, այս կկարդամ, ու ասում են արի գնանք, այնտեղ բժշկություն կա, այնտեղ մեռածները կենդանանում են, այնտեղ ֆինանսական հարցերի լուծումը առնում են, այնտեղ բժշկվում են մարդիկ, լիք հրաշքներ անում, սոված են կերակրվում են, ինչ կա չկա, արի գնանք։ Ու գիտես, այս մարդուն ամենակարևորը չեն ասում։ Ամենակարևորը չեն ասում, որ լսի փրկություն ես ունենալու։ Ու ես կկարդամ, հա։ Եվ գալիս են Բեթսայիդա եւ նրա Հիսուսն է գալի Բեթսայիդա եւ նրա առաջին մի կույր են բերում եւ նրան աղաչում, որ դիպչի նրան։ Կույրին բերում են Հիսուսի մոտ, աղաչում են։ Հիսուս ինչ կլինի։ Կպել էս աղբորը։ Կպել մի հատ բժշկ ինչ կլինի։ Դες հետաքրքիր է, օրինակ ես չեմ տեսել Աստվածաշնչում, որ Հիսուսը չուզենար բժշկեր։ Կամ ինքը ասեր, չէ, սրան չեմ ուզում կպնեմ տարեկին կամ ասում աղաչում էին։ Խին աղաչում։ Ինչ էր տեղի ունեցել։ Գիտես, ինչ որ մեկի համար որ բերում ես, որ աղաչում ես, որ կպնի, փաստորեն ինքը չէր ուզում կամ էլ չէր իմանում ինչի համար էր եկե։ Փաստացի եղբորը չէին ասել ինչի համար են բերում, հա։ Կարող ասել էին արի գնանք բժշկությունը կառնես, բայց կարևորը չէին ասել։ Փրկություն կունենաս։
աղաչում են, որ դիպչի նրան։ Պատկերացրու ամենակարող ամենափրկիչին, որ այդ ժամանակվա չկա տենց մեկը, որ տենց բժշկություններ կաներ։ Չի եղել Հիսուսի պես մեկը, դրանից առաջ էլ, հետո էլ եւ այլ։ Չի եղել։ Ու այդ հրաշները մարդիկ տեսնում են ու մարդկանց զորով տանում են, ասում են, ինչ կլինի, խնդրում ենք, էլի դիպչի։ Աղաչում ենք։ Գիտես, Աստված ինքը ինձանից քեզանից շատ է ուզում մեր հարազատների փրկությունն ու բժշկությունն ու ամեն բան։ Շատ կարևոր է մենք Աստծուն բերելուց մարդկանց, մեր Տիրոջ մասին խոսալուց ինչ ենք պատմում, ասում ենք բժիշկա, ասում ենք հրաշքներ անողա, թե ասում ենք փրկիչը ամենակարողա։ Իհարկե նա էլ է։ Աստված ամենաառաջինը փրկիչ է, գիտես, եթե Հիսուսը չգար որպես փրկիչ, իր գալու նպատակը ինչ էր նելու։ Ամենագերագույն նպատակը դա ինձ ու քեզ փրկությունն էր։ Ամենագերագույն։ Մնացած ինքը եկավ ցույց տվեց, որպեսզի մարդիկ հասկանան։ Ես մտածում եմ, իհարկե մարդիկ դի տեսնեին։ Ինքը ցույց տվեց իր կյանքի օրինակով, ոնց պիտի մարդիկ ապրեն։ Ու այսօր ես ու դու ինչ ենք անում։ Մեր կյանքի հիմնական օրինակները վերցնում ենք Հիսուսից։ Անկամ շատերս մի բանի առաջ որ կանգնում ենք, մտածում ենք Հիսուսը ինչ կաներ այդ պահին։ Բնակ ոնց էր ինքը անում։ Ինչպես էր մարդկանց հետ խոսում, ինչ էր ասում։ Աղոթել մեզ սովորացրեց, որ մենք լինելով թեկուզ ծառայության մեջ կլինենք, ոնց կլինենք, բայց խոնարհ լինենք։ Հա? Հիսուսը մեզի ամենագերագույն ամեն բնավորության հարցերի լուծումը տվեց։ Եվ 23 խոսքից եւ կորի ձեռքիցը բռնեց, շենիցը դուրս հանեց եւ նրա աչքերի մեջ թքելով եւ ձեռքը վրան դնելով նրան հարցրեց, թե մի բան տեսնում է։ Հետաքրքիր է, չէ՞։ Բերել են, որ Հիսուսը դիպչի, ասում է, աղաչում են, որ դիպչի, բայց Հիսուսը հենց դա չի դիպչում։ Ասում է, ձեռքից բռնեց, շեմից դուրս հանեց։ Աստված, դու տեղեր կար, որ բոլորի աչքի առաջ բժշկություններ է իրանում։ Այս եղբորը ինչ ես հանում դուս։ Գիտես, սիրելիս, ես մտածում եմ, այդ վայրը, այդ եղբոր կուրության վայրն էր։ Ուզում քեզ մի բան ասեմ, որ թույլ տուր, թող Աստված քեզ հանի այնտեղից, որտեղ միգուցե քո մոտ կուրություն է, միգուցե քո մոտ անհաջողություն է, միգուցե դու պետք է այդ տարածքը թողես գնաս, այդտեղ այնպես տեղ է, որ անեցք կա միգուցե։ Թույլ տուր, եթե Աստված քեզ առաջնորդում է, հանի ընդեղ հրաշք անի, թող հանի։ Ես նոր մի քիչ առաջ պատմեցի, չէ՞։ Եթե թույլ տար, այդ գործը մենք կանեինք։ Թույլ չտվեց, հասկացանք, որ չի լինում, համաձայնվեցինք։ Հաջորդ տեղը այնտեղ կառաջնորդի, այնտեղ կլինի։ Հա, անպայման չի կպնես, ասես, չէ, Տեր, ես ստեղ եմ ու ստեղ եմ ուզում։ Կլինի իմ ուզածով անես։ Չէ, Աստծուն ուրիշ է։ Եթե ես ու դու մտածում ենք այստեղի չափով փոքր, ինքը անսահմանափակ Աստված է։ Նա հիմա շատ երկար հեռուն։ Իր նպատակն է ինձ ու քեզ փրկության տանի։ Գիտես, Աստծո նպատակը չի, որ գա ինձի ֆինանսապես օրհնի, թեկուզ է շատ փափագում եմ ասում, Տեր ջան, ինչ կլինի ինձի լավ կյանք տուր էլի, լավ մեքենա, լավ ընտանիք, լավ ընկերական շրջապատ, մեծ ֆինանսներ եւ այլ, բայց այդ ամեն ունեցածս ինձի կտանի վատ կյանքի մեջ ու մեղքի մեջ։ Ինչ ես կարծում, Աստված կտա ինձի դա։ Չեմ կարծում։ Գիտես, եթե համեմատենք այն ինչ որ մեր Տեր Հիսուսը խոստացել է այս փոքր կյանքից հետո հավիտենություն, այս փոքր կյանքը նրա համեմատ ոչ մի բան է։ Պատկերացու դու քո երեխան գալիս է, փոքրիկը գալիս է, ասում է կոնֆետ եմ ուզում։ Բայց դու իր համար պատրաստել ես ինչ կոնֆետ։ Մեծ գործարան, որ անընդհատ արտադրում է ամեն տեսակի իրան սիրած բաները։ Դու, բայց այդ փոքրը իրան սահմանափակելու է դրա մեջ ինքը մնալու է, նրան չի հասնելու։ Դու կտաս։ Չես տա, չէ՞։ Նույնիսկ էլ Աստված ինձ ու քեզ ֆինանսապես կամ այնպիսի հաջողություններ չի տա, որը որ մեզ կտանի վատ բանի մեջ, այլ միգուցե չտա, որ մենք նրան արժանանանք հավիտենության։ Հա՞։ Մեր Աստված ասում է մեր փրկությունն ու հավիտենությունը, սիրելիս։ Այս եղբայրը Հիսուսը բռնում է, հանում է դուրս եւ ասում է
նրա աչքերի մեջ թքելով եւ ձեռքը վրան դնելով նրան հարցրեց. «Մի բան տեսնում ես»։ Աստված գործած սկսե։ Ասում եմ. «Միտքդ բացվավ, եղբայր»։ Միգուցե քեզ ընդ սխալ էին կամ չէին ներկայացրել ուր են բերում։ Մի բան հասկացար, ու հաջորդ խոսքում գրված է եւ նա մտիկ տվեց եւ ասում էր. «Մարդիկը տեսնում եմ, որ իբր ծառների պես ման են գալի»։ Հիսուսը իր աչքերին կպել է, աչքերը արդեն սկսել է բացվել, փոխանակ Տիրոջը նայ մարդկանց։ Եկեղեցի ես եկե, աղոթք ես անում, քո համար աղոթում են, տենում ես Աստված գործած սկսե, էլի աչքդ դրսում է, սիրելիս։ Գիտես, մեկ ես չեմ ուզում փնովեմ, չեմ ուզում ցածրացնեմ, բայց ուզում եմ, որպեսզի դու միշտ ինքդ քեզ հիշացնես։ Ինչ էի, ինչա հիմա։ Դժվար էր, արդեն Աստված գործած սկսե, արի կպնեմ Աստծուն։ Արի կպնեմ Աստծուն։ Աստված ինձ փրկության է տանում։ Չսպասեմ կամ չնայեմ, այդ դուրսը հայել կա, այդ դուրսը գայթակղիչ գեղեցկությունները կան։ Ես չեմ ասում, որ լրիվ կտրվենք մենք աշխարհից կյանք, չէ, սիրելիս։ Դու ավելի օրտնված ես ապրում Աստծով, քան թե առանց Աստծու։ Առանց Աստծու քո կյանքը ոնց որ այն ոնց ինչ ձև փչեն, քամին որ կողմ փչի, տենց գնալու ենք ու ինչ ասես հետներս տեղի ունենալու։ Ես չգիտես ինչ, օրինակ ինձի սկսում եմ ինքս հիշեցնել ու ավելի ցածրացնել այն հին մարդուն, որ ամեն իրավիճակում, գիտես, այնքան պատվավոր ես դու հիմա զգում, որ դու եթե մի տեղ ես, ենթադրենք տղամարդ ենք, հա, տղամարդկանցով ինչ որ ուրիշ զրույց են ուզում անեն, գիտես, այդ զրույցը միանգամից կանգնացնում եմ, կամ եթե հասկանում չեմ կարող իրավիճակը փոխեմ, ես տեղից դուրս եմ գալիս։ Ու գիտես, ներսից նենց պատվիվ եմ զգում, որ ես այդ ժամանակ Աստծու անունը չցածրացրեցի, ես բարձր պահեցի, որովհետև բարձրը պարկեշտության մեջ է, հավատարմության մեջ է։ Ումա պետք ձևական իրանց հավեսին գնալ, իրանց հետ խոսքի մեջ մտնելը, հայոյանքի, չգիտեմ, բամբասանքի եւ այլ, որ քանստե քո Աստծու անունը բարձր պահես։ Ու զգացել ես այն ժամանակ, երբ որ դու պարկեշտ ես մնում, ներսիցդ ոնց որ ինչ որ չերևացող մի հատ զգացմունք, բայց քեզ նենց հաճույք կա, ներսից գալի, ասում ես, ոնց որ Աստված ներսիցդ ասի ապրես բալես։ Էդ է պետք։ Դեր հետ է մեզանից ուզում, որ մենք, գիտես, մենակ բառերով չի, որ մենք պետք է ասենք Հիսուսի հետևորդներն ենք մենք, մեր կյանքն էլ պետք է դրա մասին խոսա։ Քո խոսքերը, իմ վարվելակեպը, իմ նիստուկացը ամեն ինչը պետք է խոսա այդ պարկեշտության, հավատքի, մաքրության, Աստծո մասին։ Всё։ Մեր Աստված կարգ ու կանոնի ու պարկեշտության ու սրբության Աստված է։ Ուրիշ բան չկա։ Մաքրությունն է միայն սիրելիս։ Անկամ ինձ շատ մտերիմ մարդ, ինքը հավատքի մեջ չի, բայց հետաքրքիր բան վկայեց, ասում է գնացել է Հայաստան, դե Հայաստանում կլսեք շատերն են, բայց մի քիչ իրանց գլուխ են գովում, ասում են գնացինք, այս ինչ տեղեստեղ նստեցինք, տղամարդիկ մանավանդ թող ինձ ներեն կոլիկներ, ասում են, այս ինչ տեղից աղջիկներ կանչեցինք, այս ինչ ձևից ձև, ասում են դրանց մեջ նստած մեկ էլ հասկացա, որ մի բան են չի, ինքն էլ ստեղ Ռուսաստանում ապրում։ Ինձի պատտվեցին, բա դու ոնց ինչ, ասում ես ասացի, ես ես արդեն ահագին ժամանակա, քանի տարի է, ես տենց բաներով չեմ զբաղվում, բա ինչ, մի անգամից իրանց մոտ հա, ես որոշել եմ իմ կնոջս լինեմ հավատարիմ, ու ասում եմ, ես այդ խոսքերից ներսիցս նենց հրաշալի զգացմունք զգացի, ու ես հասկացա, որ ես իրանցից բարձր եմ։ Փառք Տիրոջը, ամեն, 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 սիրելի քույրս եղբայրս, իհարկե, որ զգում ես միտեղ բամբասանքի հարց հա գնում, որ դու թեկուս եթե հասկանում ես չես կարող կանգնացնես թողես դու զգաս, դա ավելի պարկեշտ, ավելի լավ, ավելի դու հասկանաս, որ Աստված հավանություն է տալի, քան թե մնաս իրանց հետ, մնանք իրանց հետ, իրանց թելը թելենք, ինչի համար։ Այդ որ մեկը սա անթերի, բոլորիս համար էլ կարանք նստենք, մի բան գտնենք, խոսանք, բայց մեր Աստված չի ասում խոսա, տեսնում ես, Գարիկ եղբայրը ենթադրենք մի քիչ բարձր է խոսում, կամ մի բան ինչ անում, աղոթի իմ համար, կամ եթե ինձ սրտով շատ մոտիկ ես ծառայությունից հետո մոտեցի ասի եղբայրս, լավ ես խոսում կամ լավ է, բայց ես մի բանը մի քիչ ուրիշ ձև արա, կընդունեմ սիրով, խի,
Որտեւ մեր նպատակն է մեկս մյուսին օգնենք, որ պարկեշտ լինենք, մաքուր լինենք, բարձրանանք Տիրոջ մեծ։ Էս է։ Մենք եկեղեցի չենք հավաքվում, որ ցույց տանք, որ մեկը սա, որ մեկից լավը, չէ։ Մենք հավաքվում ենք, որ ասենք Հիսուսն է լավը ու բոլորս օգնում ենք մեկս մյուսին իրապես լավը լինենք։ Ամեն։ Քար Տիրոջը։ Գնանք ես մեր կուր եղբոր մոտ, հա, տնանք ինչ անում ես վերջես եղբայրը։ Եվ նրան ուղարկեց եւ ներողություն, եւ նա մտիկ տվավ եւ ասում էր մարդիկը տեսնում եմ, որ իբր ծառերի պես են ման գալիս։ Հետո ձեռքերը դարձյալ նրա աչքերի վրա դրեց եւ նրան նայել տվեց։ Հիսուսը տեսնում է, որ այս եղբորից բան դուրս չի գա, սա հայացքը սխալ տերն ասում, նորից ձեռքերը դրեց, որ նայել տվավ եւ նա ողջացավ եւ ամեն բան համարցակ տեսնում էր։ Տիրոջ Աստված բժշկեց ես մեր աղբորը։ Եվ նրան ուղարկեց նրա տուն եւ ասեց. ոչ գյուղը մտնես, ոչ էլ գյուղի մեջ մեկին ասես։ Զարմանալի բան։ Բժշկվել է, հետաքրքիր է, չէ՞ որ ուրիշ տեղ Աստված որ միտեղ բժշկություն էր անում, օրինակ մյուս ավետարաններում ասում է գնա պատմի, գնա անձը ցույց տուր բան։ Այս եղբորը ասում է գյուղ էլ չմտնես, հանկարծ քեզ ոչ մեկ չտենա։ Ոչ մեկին չպատմես։ Գիտես խի, մտածում եմ, որ այս եղբորը միջև վերջը չհասկացավ էսով էր։ Միջև վերջը իրան երևի չէին պատմե, որ չէին ասե, որ լսի։ Դու անգամ աչքերի տեսողություններ չառնես, բայց այդ պահից, որ այդ մարդու հետ հանդիպես, քո մոտ ամեն ինչ փոխվելու է։ Հիսուսի հետ հանդիպեցիր, վերջ, երկնային քաղաքացիությունդ ապահոված է։ Եթե այսօր ստեղ մարդ կա առաջի անգամ, որ ինքը դեռ Հիսուսին չի ընդունես, ես ուզում եմ քեզ ամենայն պատասխանատվության ասեմ, եթե դու Հիսուսին ընդունեցիր Տեր ու Փրկիչ, կյանքդ նվիրեցին իրան, հաշվի քո անունը գրված է երկնային քաղաքացիությունում ու քո հավիտենությունը ապահոված է։ Հա? Մենք չենք սեզ վստահ խոսում, որտեղ մենք հավատացել ենք։ Ու մենք հավատում ենք ամեն խոսքին, որ գրված է այս հրաշալի գրքում, որ Աստված իր նամակով մեզ ուղարկել է, որ հավատանք, անենք ու մեր կյանքում էլ տեսնում ենք։ Հա? Սա ուղղակի պատմություններ չի, որ կանգնում ենք դրա մասին մենք խոսում ենք, որ դա եղել է տարիներ առաջ, անցել է ու այսօր ոչ մի բան, չէ՞ սիրելիս։ Ինչքան ամեն մեկը էլ որ հարցնենք, ամեն մեկը էլ ունեք ձեր հրաշալի վկայությունները, ունեք ձեր պատմությունները, ու գիտես այդ վկայությունները թող լինեն մարդկանց համար փրկության, հանգարց չպահես։ Ու մեկ-մեկ ես ինքս ինձ եմ բռնացրել, որ վկայությունը մի քիչ երկար չեմ ինքս ինձ էլ հիշացնում կամ մեկին պատմում, ոնց որ ինքը ուզենա սովորական դառնա, չէ, սատանա, դու չես կարա սովորական սարքես։ Դա ոնց կարելի է սովորական, ոնց կարելի է, ասենք, այն հին մարդը դառնա այսպիսի մարդ, որ առաջ ցանկություններն ու հայացք ուրիշ տեղեր, հիմա ինքը վազում է Աստծո մեջ ու իր համար արժեքները փոխվել են, ոնց կարաս դու ուզենաս ինձ սովորականացնես, դա չկա տենց բան։ Էնի հին մեռած մեղքերով մարդեր, սա նորն է մաքուր Տիրոջ մեջ։ Ու դա ես պատմելու եմ ամենտեղ։ Որտեվ անգամ միջև հիմա լինում են մարդիկ, ովքեր մանկությունս Հայաստան եմ անցել, սովորել եմ դպրոցա, բանակա եւ այլն, շատ ընկերություններ կա, մեր քաղաքի մեջ շատ ներս ու դուրս են կարել, շատերն են ճանաչում։ Միջև հիմա մարդիկ կան տեսնում են, ասում են դու, ասում այո, ես։ Ու գիտես, այնքան հետաքրքիր է, որ դու իրանց սկսում ես պատմել, որ լավը չէր։ Ինչքան էլ դու ինձ ճանաչում էիր բարի, ինձ ակաշներից ասում են, Կարիք, դե այն ժամանակ էլ էիր դու բարի, տենց պետք է ուրախ ժպիտով բան տես տղա էիր, դա ամեն ինչ նորմալ էր, ասեմ չէ։ Չէ։ Հաճելի չի աշկերից, բարի չէ։ Բարությունը, երբ որ բարության Աստծո հետ ես։ Այնց բարությունը իրան էր, իր անունն էր բարձրացնում։ Երբեմն այդ տիպի բարությունները անում էր այն, որ իրան շնորհակալություն ասեիք։ Չես որ ամբողջ շնորհակալությունը երկինք հայնում։ Որտեւ ինքն է տենց սարքե, իր համար էլ ծառայելու է, իր անունն էլ փառավորվելու է։ Ամեն։ Ամեն։ Կգնաս, ոչ մեկին չասես եղբայր։ Որտեւ դու գիտես մտածում եմ ինչի ասեց Հիսուսը տենց, որ ճանապարհին մեկին տեսներ,
Զարմանանք, ասեն իա։ Ես ո՞նց ես տեսնում եղբայր դու։ Էս ինչ է, լավ ինքը երևի գիտես ինչ կասեր, չէր ասի, որ հանդիպել եմ ամենակարող Աստծուն։ Հանդիպել եմ Մեսիային, որ գրված էր, եկել արդեն փրկության գործը սկսվել է ու հրաշքները անում է։ Չէ, ասել էր դերևի մի հատ բանա բժիշկ կա լավ։ Լավ բժիշկ կա, տենց, չգիտեմ, լավ բժշկություններ անում, ձևներ գիտի։ Ինչ որ հատուկ ձևեր գիտի, ցեխով բանա խառնում, քսում է մարդու աշկերին, մարդը բժշկում է։ Հասկանում եք։ Աստծուն պետք չի, որ մարդը ընդհանրապես որպես բժշկության գնա ու վերստի իր բժշկությունը ու կորավ։ Հա ինքը ողորմած Աստված է, կարող է մի քիչ շատ խնդրի մարդը տա, էլի իրանից ոչ մի բան է, հավատա, Աստծուն պակաս չի, ինքը կարա մի վարկենում բոլորին բժշկություն, փրկություն, բոլորին ամեն ինչը տա, բայց գիտես, ես մտածում եմ ինքս օրինակ Աստված թույլ տվեց, որ մենք այդ դժվարությունների մեջով անցնենք։ Ինչը մենք բոլորս անցնենք այդ ճանապարհը, որ փրկությունը մենք արժանանանք, փրկությունը մենք ինչ որ գին վճարենք, որ հետո հասկանանք դրա արժեքը։ Որտեվ դա կլինի իմ ու քո որոշումը։ Որոշումը խոսքերով չի, որոշումը գործերով է։ Որոշումը գործերով է, սիրելիս։ Ու մենք այդ կրակի մեջով մենք պիտի անցնենք, որ այդ որոշման մեջ մնանք։ Եթե չանցանք, կլինի գիտես ոնց։ Այսօր մուսուլմանական աշխարհը ոնց է։ Իրանք ծնվում են, ծնված օրվանից իրանք այդ հավատք են ու վсё։ Իրանց ընտրություն ոչ մեկ չի տվել։ Այդ դա է վերջ։ Իսկ քրիստոնեությունը ընտրություն է։ Անկամ եթե մենք ազգությունով ասում ենք մենք քրիստոնյա ենք, բայց մենք քրիստոնյա դառնում ենք, երբ որ Քրիստոսին մեր կյանք ենք կանչում։ Հա? Քրիստոնյա դա Քրիստոսով ապրելն է։ Սիրելիս։ Պետք է քո կյանքը Քրիստոսով լինի, սկզբից մինչև վերջ։ Ամեն։ 4 կետ եմ գրել, ուզում եմ կարդամ քեզ համար։ Պետք է թույլ տանք կուրության տարածքից, որ Աստված անի մեզ։ Երկրորդը թողնենք, որպեսզի նա մեզ իր ձևով նորոգի։ Գիտես, որտեվ այս եղբայրը երևի մտածում էր, չգիտեմ, ոնց պետք է իր կուրությունը բժշկվեր։ Երբ պիտի գնար պրոցեդուրա անցներ կամ եւ այլ, բայց Աստված իր ձևով նորոգեց։ Մի անգամ սկսեց թեթև որ բացվի, որ հետո տենա այս եղբայրը հասկացավ, ինչա չէ, իր հայացքը ինքը էլի դրսում, էլի մարդկանց, էլի եւ այլը, ասեց լավ, քեզ բժշկությունա պետք է արիտամ գնա։ Էտա քո ուզածը։ Երրորդը, հայացքը ուրիշ տեղ գցելու տեղը պիտի Հիսուսին գցենք, սիրելիս։ Եվ չորրորդը, բժշկությունը պետք է դառնա պատճառ մեր փրկության եւ ուրիշների։ Մի քանի օր առաջ ծառայություն էի պատրաստում գնայինք, աղոթքաժողով չորեքշաբթի երևի ձեր մոտ էլ է այդ օրը։ Մեկ էլ նամակագրություն եկավ, դիմել էին մեր եկեղեցի, որ հիվանդանոց մի հատ քույրիկ է պարկած, շաքարը բարձացել էր հանկարծակի, ինքը ասում է իմ մոտ տենց բան չկար, ուղղակի այնքան էր բարձացել, որ ասում է պտտվում էր, չէի կարում կանգնեի։ Մի խոսքով զանգել էին, որ մեզանից մեկը գնար աղոթեր, դե այնպես ստացվեց, որ ինձի հարմար էր, գնամ։ Գնացի, մտա հիվանդանոց, բարձացել եմ, բարև քրիկս, բարև, ինչ ա եղել, դե ասում է, շաքարս բարձացել էր 30։ Պետի ես հասկացա, որ շատ է։ Հա, ասում է, ինչ անում են, էլ ինսուլին, էլ բան, ամեն ինչ ներարկում են, ոչ մի բան չի օգնում, չի իջնում։ Ասեմ քույրս, ես եկել եմ աղոթեմ քո համար, բայց մի կարևոր բան կա։ Ինքը պատմեց, որ եկել են ապաշխարել են ու տենց հեռացել էին, էլի երկար ժամանակ չեն գալի, մեկ գալիս են, մեկ չեն գալի։ Ասեմ, գիտես ոնց է, երբ որ մենք եկանք Աստծուն, կարևոր է, որ մենք մնանք Աստծու մեջ։ Մեր մեջ էլ, գիտես, այդ թեթև քիչ գամ, մեկ գամ, մեկ քարոզ լսեմ, մի քիչ շատ, մի քիչ, էսի թուլության նշանա, պետք չի սիրելիս, ես քեզ խոր կտամ, Աստծուն կպի միջև վերջ։ Ասեմ, որովհետև սատանան մանա գալու են գողի պես, որ ասում է գողը գալիս է գողանա, սպանի եւ այլն, ինքը մանա գալի, որ արանքից քեզ խփի։ Միգուցե այսօր մարմնիդ
ասենք այդ մասներ թույլ խփելա շաքարով, չգիտեմ, հիվանդությունով բռնելա, միգուցե։ Բայց կարևոր է որ դու կպնես Աստծուն, որ ինչ էլ քո հետ լինի, դու դրա մեջ ասենց սահուն անցնես։ Այդ իմ խորհուրդն է քեզ, բայց հիմա աղոթելու ենք իրար հետ, ինչ անում է մեր Աստված անում։ Աղոթեցինք քորիկիս հետ, մի հատ էլ ապաշխարության նորից թազա աղոթք արեցինք, աղոթեցինք, թեթև աղոթել եմ ու գնացել եմ։ Գնացինք ծառայությունը վերջացավ, հետ են գալիս տուն նամակագրություն ա եկե։ Մի անգամ իսես քուրիկի շաքարը իջել էր 14-ը իջե ինչքան է։ Փառք Հիսուսին։ 30-ից պատկերացնում ես 30-ից իջել էր 14, որ այդ 3 օրա բժիշկները այդ դեղորայքներով, ինսուլինով եւ այլը ոչ մի չես ստացում։ Հարկ Տիրոջը։ Դες լավը որ այդ պահին որոշես կպնես Աստծուն։ Всё։ Սիրելիս կպի, Աստված ամեն բան կարող է, ամեն բան։ Ու իրան ամենակարևորը որ մենք մեր կյանքը նվիրենք իրան։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Ուզածդ ինչ է։ Ուզածդ ինչ է։ Այո, սիրելիս։ Պետք է մարդկանց հայացքները մարդկանց ուզածը փրկություն լինի։ Որտեվ փրկություն ինքը չի նշանակում մենակ կյանքդ փրկվավ ու всё։ Փրկություն էս աշխարհում էլ, հա, փրկված ես լինում դժվարություններից, հիվանդություններից, ներգործությունից, այն գիտես ես ոնց ասեմ կյանքում այնքան անսպասելի բաներ է գալի։ Ես այս տարի հունվար ամսին իմ հայրիկս գնաց երկինք, ես ընտանիքի ոչ մի անդամ չէի կորցրել։ Իմ ընտանիքի անդամները, իմ պապաս, մամաս, իմ հետ էին, եղբայրերս, քուրերս, մի խոսքով, եթե տենց ինչ-որ մահվան ձայներ եղել է մի քիչ իմ ընտանիքից դուրս, հա, իմ մեջ չի եղել ու ճիշտ է գնում ես մարդկանց ցավակցում ես եւ այլը, բայց դա միշտ ինձանից հեռու է եղել։ Ու ես որ տենց բան տեղի ունեցավ, դե պապաս ինքը ապաշխարած էր, եկեղեցի մի քանի անգամ եկել էր, բայց գնալուց Աստված ողորմեց, որ ես կարացա գնամ իր համար աղոթեմ, նոր ինքը ննջի, որ գնա երկինք, հետո վկայությունները ստացանք, խոստացա Տիրոջից, որ ինքը երկնքում է, փառք Հիսուսին, բայց ես գիտես ինչ եմ ուզում ասեմ։ Ես ուզում եմ քեզ ասեմ, որ եթե ես Աստծու մեջ չլինեի, շատ դժվար կլիներ իմ համար, որովհետև ես ինքս փոքրուց պապայիս կապած եմ եղել։ Փոքր ժամանակից ինքը ամենտեղ ես իր հետ եմ եղել, ամենտեղ։ Անկամ ամեն ինչում ասում էի, պապ ջան, ես ուզում եմ քո պես լինեմ։ Ես քո պես։ Իրան նմանակում է, իր բնավորությանը եւ այլը։ Գիտես, ուզում ասեմ, Աստված անգամ ըտեղել է քո դժվարությունները, քո հոգսերը, ըտեղել է քեզ բնավորության կամ տանջանքի փրկություն բերել, որ դու ըտեղել ես, կարող նենց անես, որ սո պապաս գնաց երկինք, ես էլ եմ գալու երկինք։ Ժամանակա գալու հանդիպելու ենք։ Ժամանակա գալու հանդիպելու ենք։ Այո, սիրելիս, Աստված մեզ փրկության է տանում։ Մենք փրկված ենք մեր Տեր Հիսուսով։ Ամեն։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Ուզում եմ ոտքի կանգնես, սիրելիս։ Ուզում եմ մի աղոթք բարձրացնենք բոլորիս համար, հա, եթե մենք ինչ-որ հələ այդ փրկության արժեքը կամ կարևորությունը այդքան էլ չենք հասկանում, թող Աստված ավելի մեզ կպնի, կպցնի, արմատավորի ու մենք էլ լինենք այն մարդիկ, ովքեր Աստված կօգտագործի մեր շուրջ բոլորը, սկսած մեր ընտանիքի անդամներից բոլորին էլ փրկության բերենք, հա, որովհետև փրկությունը մենակ Հիսուսով է։ Ամեն։ Տեր իմ Աստված փառք ենք քեզ տալիս։ Շնորհակալ ենք քեզ, Տեր։ Շնորհակալ ենք Տեր Հիսուս քո անունի համար։ Շնորհակալ ենք քո փրկության համար, Հայր։ Մենք հանձնվում ենք քեզ, խնդրում ենք Տեր, որ դեռ եթե մենք լիովին չենք հանձնել մեր կյանքերը քեզ, դեռ ինչ որ կասկածներ կա, կամ չարը ինչ որ տեղերով մեր միտքերը խառնում է, չի թողում որ վերջնական որոշում կայացնենք, խնդրում ենք օգնես մեզ, հեռացնես ամեն մի կասկածի միտք, հեռացնես Տեր Աստված ամեն մի չար սխալ միտք, որ մենք նվիրվենք քեզ, որոշում կայացնենք, որ մենք քո բաժինն ենք, որ մենք հավիտյան քոնն ենք։ Խնդրում ենք նաև մեր հարազատների համար, մեր բարեկամների համար, մեր ընտանիքի անդամների համար, որ դեռ ապաշխարած չեն, դեռ չեն ուզում, դեռ որոշում չեն կայացրել, Տեր օգտագործի մեզ իրանց փրկության բերելու։
օգտագործիր մեզ մեր բարեկամներին հարազատներին փրկության բերելու, օգտագործիր մեզ մեր ազգին փրկության բերելու, օգտագործիր մեզ Տեր Աստված այս Ռուսաստանում եղող ցանկացած ազգություններին փրկության բերելու, որովհետև Տեր Հիսուս դու ասեցիր. ես եմ կյանքը, ճանապարհը, ճշմարտությունը, դու ես միակ փրկությունը։ Դրա համար մենք քեզ փառք ենք տալի, ասում ենք եղիր մեծարված, փառավոր Սուրբ Արքա։ Հալելույա։ Ամեն։ Ամեն։